Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպմանն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Տարածված հաղորդագրության համաձայն նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Անդրադարձ է եղել Թրամփի ուղի ծրագրին։ Նրանք նաեւ ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։ Ազգային ժողովն արտահերտ նիստ է գումարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագիծը ընդունելու համար։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չեն մասնակցելու։ Հայաստան խմբակցությունը նաեւ հայտարարությամբ է հանդես եկել, որում պնդում է, թե նախագիծը առնչություն չունի իրական խաղաղության հետ։ Սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, կարծում են ընդդիմադիր խմբակցությունում։ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։ Ազատությանը հայտնել է Ալեն Սիմոնյանը։ Նա հավելել է, քիչ առաջ ազգային ժողովի խորհրդում քննարկել եւ նման որոշում են ընդունել։ Խորհրդարանի խոսնակը կրկնել է, զեկույցը լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան։ 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվության ենթարկելու միջոցները խստացվում են։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունները։ Այսուհետ վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով աշխատավարձի առավելագույնը 20 պատիկի չափով կամ ազատազրկմամբ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Եթե վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեությամբ այլ ճանապարհով, պատժվում են ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանա եւ ներգրավվի վարժական հավաքին։ Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ քրեական ոստիկանի սպանության վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային որևէ հայտարարություն դեռևս չի կարողանել։ Ասում է, այս պահին արձանագրում են ներկայացված խնդիրները։ Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, արդյոք ՄԻՊ-ն անելիք չուներ Մերձավանում, քանի որ այնտեղ միջանձնային հարաբերությունները տևական ժամանակ էլ լարված են եղել, Մանասյանն ընդգծել է, եթե խնդիրը հանցագործությունների կանխարգելմանն է վերաբերում, ապա ՄԻՊ-ն այստեղ որևէ մանդատ ու լիազորություն չունի։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը Մոսկվայում թունավորվել է, հայտնել է Սիրիական մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը։ Կազմակերպությունը մասնավոր աղբյուրից տեղեկացել է, որ Ասադը 2 օր առաջ դուրս է գրվել Մոսկվայի ծայրամասում գտնվող հիվանդանոցից, նրա առողջական վիճակն այժմ կայուն է։ Աղբյուրը նշել է, որ Ասադի հոսպիտալացման ընթացքում ոչ ոքի չի թույլատրվել այցելել նրան, բացի եղբորից Մահեր Ալ-Ասադից եւ նախագահական գործերի նախկին գլխավոր քարտուղարից։ 2024 թվականի դեկտեմբերին իշխանության տապալումից հետո Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է բնակվում։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդել է Մոսկվայի Դումայի նախկին падգամավոր Յաբլոկո կուսակցության փոխնախագահ Մաքսիմ Կրուգլովին ձերբակալելու մասին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակի մասին ֆեյքերի հոդվածով։ Հարցաքննության ժամանակ Կրուգլովը չի ընդունել իր մեղքը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։